Համեցեք դեպին կարողացան։ Շնորհակալ եմ, պարոն փոխոսնակ, պարոն Մինասյան, ինձ թվում է շատ կարևոր է, որպեսզի մենք օրինակներով խոսենք, հասկանալու համար, թե այդ որ տիպի արտահայտություններն են, որ դեռևս քրեականացված չեն եւ դուք առաջարկում եք քրեականացնել։ Ես հիմա մեկ օրինակ կկարդամ եւ կխնդրեմ ձեր կարծիքը ասել այդ մասին։ Այս տարի ապրիլին Գևորգ Աջապահյանը ասել է հետևյալը. ցեղասպանությունը ձեր պատճառով է, դիմելով աշխարհիկ իշխանություններին։ 1000 անգամ այդ մասին ասել եմ, մինչև 1890 թվական հայ ժողովուրդը ապրել է իր պատմական տարածքներում, Համիդի ջարդերը եղել են արդեն, երբ ձեր կուսակցությունները ստեղծվեցին։ 1890 թվականին ստեղծվեցին ձեր կուսակցությունները եւ ձեր առաջին լոզունգն էր եկեղեցուց խլել ազգային կառավարումը, ոչ թե Թուրքից, այլ եկեղեցուց։ Իրենք հիմա չեն ուզում խոստովանել դա, կուսակցությունների ստեղծման առաջին գաղափարը եղել է ոչ թե Թուրքի դեմ, այլ եկեղեցու դեմ։ Եկեղեցուց խլել կալվածքները, որ փողով զենք գնեն։ Եկեղեցուց ազգային կառավարումը խլել եւ կառավարել։ Եկեղեցին էլ ասեց, սիրելիներս, խնդրեմ, եկեք կառավարեք։ Կառավարեցիք, 30 տարում վարի տվեցիք 4500 տարվա երկիրը։ Թուրքը ուզում էր հային ոչնչացնել 11-րդ դարում չկարողացավ, 12-րդ, 13-րդ դարում չկարողացավ, գանք հասնենք 20-րդ դար, 20-րդ դարում ուզեց եւ կարողացավ, ինչու։ Արդյոք ձեր առաջարկով այսպիսի արտահայտությունը պետք է ուրեմն քրեական հետաքրքրության առարկա դառնա։ Շնորհակալ եմ։ Ակնհայտորեն առաջին մասը այո, շարունակությունը, որովհետև չգիտեմ ինչ մասներ, ինչ տրամաբանությամբ է կառուցված, առաջին մասը միանշանակ այո, առնվազն պետք է իրավական գնահատական տրվի։ Ինչպես որ պետք է իրավական գնահատական տրվի այն հայտարարությանը, երբ որ ասում է, որ մենք դեռևս պետք է պարզենք, ինչ տեղի ունեցավ մեր հետ 1915 թվականին կամ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը գնում էր կառափնարան կամ չգիտեմ ինչ, այլ կերպ ասած, երբ փորձ է արվում զոհին ներկայացնել որպես մեղավոր անձ։ Սա նշանակում է, որ բոլոր նմանատիպ հայտարարությունները, արտահայտությունները, որոնք հայոց ցեղասպանության փաստը կարող են կասկածի տակ դնել, որոնք կարող են հայոց ցեղասպանության հետևանքները մեղմացնել, պատճառահետևանքային կապը աղավաղել, փորձել թուրքերի իրականացված երիտուրկական կառավարություն, օսմանյան կառավարության այլ ձևերի կողմից, այլ կառավարությունների կողմից իրականացված հայոց ցեղասպանության փաստը որևէ ձևով կասկածի տակ դնել։ Արձագանք։ Այսինքն դուք համարում եք, որ օրինակ այն դասագրքերը, որոնցով ես դպրոցում սովորել եմ եւ որոնք գրվել են դաշնակցական կրթության նախարարների օրոք, նույնպես պետք է լինեն քրեական հետաքրքրության առարկա, որտեղ դրանցում ես անցել եմ հետեւյալ պատմական պատումը, որ հայկական հարցը մշտապես եղել է մեծ տերությունների շահարկման գործիք ընդդեմ օսմանյան կայսրության։ Եվ սա է նաև ուրեմն հանգեցրել, այս հանգամանքն է հանգեցրել նաև հայոց ցեղասպանությանը։ Արդյոք սրան էլ եք կողմ, որպեսզի քրեական հետաքրքրության առարկան դառնան ուրեմն այդ դասագրքերը, եւ արդյոք նաև համարում եք, որ երբ ասվում է, որ խորհրդային միությունը եւս ինչ որ մի փուլում Լենին-Աթաթուրք պայմանավորվածություններից դուրս գալով եւ խորհրդային միություն Թուրքիա հարաբերությունների փոփոխվող կոնտեքստը հաշվի առնելով, այսինքն այն հանգամանքը, որ Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, հայոց ցեղասպանության հարցը սկսեց օգտագործել որպես արտաքին քաղաքականության գործիք, կարծում եք այս միտքը եւս պետք է ուրեմն լինի քրեական հետաքրքրության։ Ոչ, ի տարբերություն առաջին դրվագի դա չի կարող լինել, որովհետեւ խոսքը գնում է ոչ թե ցեղասպանության փաստը հերքելու դրա վնասակար հետևանքը նվազեցնելու, այլ այդ հարցի օգտագործմանն էր վերաբերում ձեր կողմից մատնանշված կամ տրված հղումը։ Բայց ի տարբերություն դրա, Տիկին Կարապետյան, օրինակ ձեր բազմաթիվ հայտարարություններ կարող են լինել քրեական իրավական տեսակետից առնվազն գոնե առերևույթ հնչեցրած համատեքստում ուսումնասիրության եւ իրավական գնահատականի առարկա։ Ակնհայտորեն այնպիսի արտահայտություններ, որոնցով դուք փորձ եք անում մեղմել ցեղասպանության հետևանքները եւ բթացնելուն ուղղված գործողություններ իրականացնել հանրային ընկալման տեսակետից, ստեղծելով կեղծ ապահովության միջավայր, հատկապես ժամանակակից Թուրքիայի եւ նրա
կրծեր կամ ավագ, չգիտեմ ինչ եղբայր Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունների մասով։ Հարցն